Անվանի ճարտարապետ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի կարծիքով կիսավեր, առանց գմբեթ, մեծ մասամբ մինչև ճակատների քիվերը պահպանված այս տաճարը բացարձակ ամենամեծն է իր խմբի մեջ։ Մաստարայատիպ այս կառույցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ուսումնասիրողները միակարծիք են, որ այն անշուշտ 7-րդ դարի կառույց է։ Բաց երկնքի տակ Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիից 20 կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ է գտնվում Արթիկ քաղաքը, որի կենտրոնական հատվածում կանգուն է միջնադարյան Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Գրիգոր, Արթիկի մեծ տաճար անվանումներով։ Վաղ միջնադարյան մեր գմբեթավոր եկեղեցիների շարքում իր ուրույն տեղն ունի այսպես կոչված մաստարայատիպ եկեղեցիները, այն իրենից ներկայացնում է քառախորան գմբեթավոր եկեղեցին, մասնագիտական գրականության մեջ երբեմն անվանվում է նաև քառակուսի, բայց կարծում եմ այնքան հետաքրքիր բնորոշում չէ, ուղղակի այդ տիպի եկեղեցիների ամբողջ կազմվածքը, կառուցվածքը հենված է ներսից մեծ գմբեթ ունենալու ճարտարապետական հորինվածքի վրա։ Մաստարայատիպ է կոչվում, որովհետև Արթիկից քիչ հեռու գտնվող Մաստարա գյուղի կենտրոնում վեր է խոյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը գրեթե անաղարտ մինչ օրս պահպանվել է եւ թվագրված եկեղեցիների մեջ այդ տիպի ամենավաղագույնն է, գրեթե 6-րդ դարի կեսեր։ Արթիկի մեծ եկեղեցին կամ մասնագիտական գրականության մեջ երբեմն Սուրբ Սարգիս կամ Սուրբ Գևորգ անվանումներով այդ տիպի գմբեթավոր կառուցվածքների մեջ ամենախոշորն է, բայց մինչև մեր օրերը շատ լավ չի պահպանվել, կանգուն չէ նրա գմբեթը եւ գմբեթի փոխանցման համակարգը, բայց վերլուծությունները եւ սխեմատիկ չափագրությունները ցույց են տալիս, որ գմբեթի հարակից անկյունային մասերում, պատերի երկայնական կողմերում առկա են բարձր երեսպատի քարեր, որը պետք է ձևավորեր թմբուկը, լիներ դա առագաստի ձևով, ինչպես առջավանքում, եւ կամ թաղերի ձևով։ Եվ մասնագետներից ոմանք Արթիկում տեսնում են մույթեր, բայց երեսպատի այդ բարձր դիրքը ներսում եւ հատկապես դրսում մեզ թույլ են տալիս բնորոշել, որ այդ նիշերում պետք է արտաքինից գոնե ձևավորված լինեին տանիքները։ Դրա համար մենք հստակ կարողանում ենք Արթիկի մեծ եկեղեցին կամ մեծ տաճարը բնութագրել որպես մաստարայատիպ եկեղեցի։ Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանն իր «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության աշխատության» մեջ գրում է. այս տարվան համար Հառիճի աշխատանքս ընդհատելով վերադարձա Արթիկ գյուղը, որ առավելն 3 կիլոմետր դեպի արևմուտք կգտնվի Հառիճի վանքեն։ Այստեղ գտածներս արդեն անսպասելի էին ինձ համար։ 3 պատկառելի հնություններ 7-րդ դարեմ ոչ ուշ կանգնված եւ ըստ մեծի մասին իրենց նախնականությունը պահած։ 3 եկեղեցիներ են, երկուքը գյուղին մեջ են, իսկ մեկը գյուղին հակառակ կողմը 1.5 կիլոմետր հեռավորության վրա է։ Գյուղին միջի մեծ եկեղեցին մի հոյակապ շենք է, ներքուստ եւ արտաքուստ խաչաձև աբսիդներով, որմնասյուները պսակող աղեղներով եւ պատուհանների պսակներու վրա ունի նուռ եւ խաղողի քանդակներ։ Արևելյան կողմեն ունի 2 խորշ, հետագա դարերու ոճեր են բավական տարբեր։ Արևմտյան ճակատի վրա կան մի քանի արձանագրություններ, որոնք հավանորեն 12-13-րդ դարերու կպատկանին։ Արևելյան կողմեն էլ կան 1-2 հատ ու կոտոր արձանագրություններ դարձյալ ուշ ժամանակի։
Ճարտարապետության գիտակ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանն իր հայկական ճարտարապետության պատմություն աշխատության մեջ կենտրոնագմբեթ Խաչաձև փոքր եկեղեցիների տարբերակներ գլխում անդրադառնում է նաև Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցուն, նշելով այն որպես Արթիկի մեծ տաճար։ Նա գրում է. Արթիկի մեծ տաճարում համարյա նույնությամբ կրկնվում են Մաստարայի տաճարի հատակագծային եւ ծավալատարածական հորինվածքները, միևնույն ժամանակ արտաքին ճարտարապետության մեջ որդեգրելով հարդարանքի այնպիսի միջոցներ, որոնք սերված են Զվարթնոցից եւ 7-րդ դարի երկրորդ կեսի այլ հուշարձաններից, մասնավորապես Թալինի մեծ տաճարից։ Այդ է պատճառը, որ թեև կառուցման ժամանակի վերաբերյալ բացակայում են մատենագրական եւ վիմագրական տվյալներ, Արթիկի մեծ տաճարը անվարան թվագրվում է 7-րդ դարի երկրորդ կեսով։ Կիսավեր, առանց գմբեթի, մեծ մասամբ մինչև ճակատների քիվերը պահպանված տաճարը բացարձակ ամենամեծն է իր խմբի մեջ։ Նրա աղոթասրահը շուրջ 200 քառակուսի մետր մակերես ունի, համապատասխանաբար մեծ են ու խորը աբսիդները։ Արևելյանն ունի 6 մետր 45 սանտիմետր լայնություն, իսկ մնացածները 5 մետր 25 եւ 5 մետր 70 սանտիմետր։ Բացի դրանից, արևելյան ու արևմտյան աբսիդներն ունեն 1 մետր 75 սանտիմետր երկարությամբ ուղղագիծ սկիզբներ։ Միասնական ծավալով անհենարան աղոթասրահ ունենալու ձգտումը այս հուշարձանում հասել է առավելագույն դրսևորման, իր կնիքը դնելով, ինչպես Մաստարայի տաճարում, գմբեթի ձևերում ու չափերում։ Այժմ բացակայող գմբեթը այստեղ ունեցել է շուրջ 13 մետր տրամագիծ եւ խոշորածավալ թմբուկ։ Հայկական ճարտարապետության մեջ ընդունված մի ճարտարապետական մոտեցում կար կրկնօրինակելու ինչ-որ հուշարձաններ։ Դրա վառօրինակներից մեկը պատմության հայտնի Գյումրիի ամենափրկիչ եկեղեցին է, որը կրկնօրինակվել է Անի մեծ տաճարից եւ միևնույն ժամանակ արխիվային լուսանկարներից մենք ունենք Կարսի եկեղեցու մոտ զանգակատուն, որը կրկնօրինակն է Հաղպատի զանգակատան։ 10-րդ դարի կեսերին Ղարսում կառուցվել է եկեղեցի, որը մեր կարծիքով եւ սխեմատիկ չափագրությունների եւ վերլուծությունների արդյունքում մենք հանգում ենք այն եզրակացության, որ այդ նույն կրկնօրինակումը տեղի է ունեցել նաեւ Կարսի եկեղեցում։ Մեզ հուշում է նաեւ 10-րդ դարին, 10-11-րդ դարին ոչ բնորոշ թմբուկը, ինչը կարծում ենք նաեւ Արթիկի մեծ եկեղեցու գմբեթի կրկնօրինակում կամ նմանակումն է եղել։ Եթե Բագարանի եւ Մաստարայի տաճարներում ավագ խորանին կից ավանդատները հետագա հավելման արդյունք են, ապա Արթիկի տաճարում դրանք նախնական են, արևելյան ճակատում առաջացնելով ոչ խորը զույգ որմնախորշեր։ Դրանց մեջ, ինչպես Գառնահովտի եւ Թալինի մեծ տաճարների խորշերում, կողք կողքի տեղ են գրավել զույգ կիսասյուներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են որպես արձանների պատվանդաններ։ Այդ են վկայում զույգ որմնասյուները պսակող ընդհանուր սյունագլուխները
եւ դրանցից վերամփոփված կիսաշրջան փորվածքով խորշերը։ Բագարանի ու մաստարայի տաճարների համեմատությամբ մյուս տարբերությունը հյուսիսային աբսիդի ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ կիսաշրջան լինելն է, մի բան, որ հազվադեպ է հայկական եկեղեցիներում։ Չի կարելի աբսիդի նշված ձևը համարել հետագա վերակառուցման արդյունք, որովհետև լուսամուտի կամարունքի եւ քիվի ձևերով նույնանման է մյուս աբսիդներին։ Վերակառուցման ակնհայտ հետքեր կան հարավային եւ արևմտյան մուտքերում, որոնք դրա հետևանքով աղավաղվել ու կորցրել են իրենց հնամենի 7-րդ դարին հատուկ շքամուտքերի ձևը։ Յուրաքանչյուր աբսիդի մեջ բացվում է մեկական կամարակապ լուսամուտ, արտաքուստ ընդգծված քանդակազարդ կամարունքերով։ Բացառություն է կազմում միայն արևելյան աբսիդը, որում բացվում են 3 լուսամուտներ, ինչպես Հռիփսիմեի, Արուճի եւ մի քանի այլ տաճարներում։ Կողմնային լուսամուտները բացվում են արտաքին խորշերի մեջ, որոնց կամարունքերը քանդակազարդ գոտիներով իրար են միացված։ Խախտելով իր նախօրինակների ճարտարապետական լուծման պարզությունը, Արթիկի տաճարը բավականաչափ հարուստ է հարդարանքի միջոցներով։ Հարավային եւ արևմտյան աբսիդների արտաքին նիստերի անկյունները մշակված են զույգ որմնասյուներով, որոնց վրա ձգված են զարդաքանդակներով պատած որմնանկարներ, ինչպես Զվարթնոցի եւ Թալինի տաճարներում։ Նույն հուշարձաններից են որդեգրված նաեւ լուսամուտների, կամարունքերի եւ քիվի ձևերը։ Այսպիսով, Արթիկի մեծ տաճարն իր արտաքին ճարտարապետությամբ ամբողջովին համապատասխանում է 7-րդ դարի երկրորդ կեսում տիրապետող գեղարվեստական ըմբռնումներին, գրում է Վարազդատ Հարությունյանը։ Հաճելում ենք, մոմ ենք վառում, աղոթում ենք։ Գիտեմ, որ շատ հին եկեղեցիներ են։ Շատ լավ են, չի, ամեն ինչն է, որ նորոգվի քաղաքի մար շատ լավ է։ Դրսից են կան հաճելումներ կու կան։ Սուրբ Գևորգի հարևանությամբ մի քանի քայլ հեռու վերանորոգվում է Թորամանյանի նշած պատկառելի հնություններից մեկը՝ Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Մարինե եկեղեցին։ Սուրբ Գևորգը դեռ սպասում է վերանորոգման հնարավորությանը, որը այս հիասքանչ կառույցին կտա երկարատև կյանք։ Բաց երկնքի տակ Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին էր։